Պարոն վարչապետ, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ կրկնապետապետ։ Ուզարգո վարչապետ, մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Տնորյան։ Ես հիմնանորոգված է, թե Հիմնանորոգում է, բայց պատկերն արդեն ունենք ամբողջովին նորի, որովհետև նախկինում որ տեսածին եք պայմանները։ Ընթացքում նոր գարունը բացվել է մեր մոտը։ Այսինքն ամբողջությամբ գլուխով տանում։ Այո։ Եվ հիմա լրիվ պատրաստ աշխատում։ Լրիվ աշխատում է, գործում է։ Ջուրը կա համիշտ։ Համիշտ Աքսարը։ Այո։ Հագեցված է ամեն ինչը պարոն վարչապետ։ Մշակությունը ինչքան է։ 150։ Նրանցում է Անպայման։ մսուր խումբ ունենք, հա։ Հա, սեպտեմբերի օրը բացելու Այս մեր ծրագրի շրջանակում, հա։ 2 տարեկանից սկսած ալինելու այդ մեր փորձնական ծրագրի շրջանակից։ Մեր փորձնական 2 տարեկանից, հա։ 1 տարի։ Երկուսը դասական։ Երեխեք, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ես ինչ եք անում, բարև ձեզ։ Որը, հնասեք տեսնեմ, որն եք սովորում։ Որը։ Ուզում ենք դառնալ, ասեք, որ կասեք։ Ուզում ենք դառնալ հայերենի Միլոպե, խոսում եմ դառնալ ինչ։ Ուզում ենք դառնալ հայերենի Շատ ապրեք, եկեք ծապարենք։ Շատ ապրեք։ Լավ, դեր մանկապարտեզը։ Հավանում եք, չեք հավանում։ Այո։ Հաստատ հավանում եք, շատ ապրեք։ Խոշորացված, մինչև խոշորացված լինել է, 8 ամիս է աշխատել մանկապարտեզները։ Մեր օրոք է դարել 12 ամսյա, կրոմլի տարի աշխատում է մանկապարտեզները։ Այսինքն ձմերը չեն Չեն աշխատել, պայմաններ չեն ունեցել, մեր եկածորվանից արդեն դարել է ամբողջական տարի։ 1870 երեխա այս տարին մանկապարտեզ են աշխատում։ Նկատ ունեմ համայնքենի ունի մանկապարտեզի կարիք։ Մի երկու հատում ամբողջական լրև արդեն այ իշտել է։ Ես նոր բացված մանկապարտեզները պարոն վարչապետ, նույնիսկ մի պատարական օգտագործած չի եղել, ամբողջովին նորն են դրել։ Ստե երեխեքան է վարչապետը խոնավության, այս պայմաններին նայեք ստե։ Այս վիճակով են երեխեքը գնացել մանկապարտեզ։ Տանիքով մանով սարկած Ամբողջովին։ Չէ, հրաշք կարողություն, Բարի ողջույն բոլորի, մեծ թանկագին հյուրերի, մեր ողջույն սրտիկներից, ձեզ ասում ենք ողջույն։ Գիտեք, բայց գիտեք, իշտ եք փոքրիկ ատամիկի ոյանավոր է։ Ամեն լավ կացնեմ փոքրիկ ատամս ունի կար, միշնակուր է չունեմ լավ, ուտեմ դոր ու կաղա, սովորել եմ լավ սովորույն, բանուր ադամ մանկուր շպի։ Իսկ ո՞ր է ձեզ անիքներից առաջ մաքրում ատամները ու նոր քնի։ Ես մաքրել եմ։ Նայենք ձեր սենյակը, դուք հանգիստ կերեք, մենք նա ձեր սենյակը նայենք։ Շատ աղ։ Կառուցված ազորից, հա։ Արդեն ռեալ գալիս է։ Ես
Հունիսի 2-ի։ Բարև ձեզ։ Երեխաներ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Հաջողված մեկ երկու էլեմենտ ամբողջացնում են ուրիշ մաներ անում ու կարիք չարաչան Ջերի հարցը լուծված է տակն է սարքն է մշտական խնդիր չունի դորոքման համակարգման հետ պետք է իսկ իրոք մեր հարկ վճարողները եւ վաճառահետևանքային կապերը տեսնել, տեղական բաները, հարկերը, турքերը, սեփական եկամուտների աճը, դրանք շատ բոլորը փոխկապակցված են։ Այն բաներում խաղարապարակներն լավ է։ Շեմերը որ չկա լավ է։ Երեխեք կանցնից ողջունները կպնելու հնելու են։ Սենց շատ լավ է։ Շնորհավոր մանկապարտեզ։ Դու դպրոց ես։ Դու մանկապարտեզ ես, թե դպրոց։ Բայց գիտեմ ամենամեծ հարցը լուծել ենք մանկապարտեզից։ Վարժում ալա մեծ հարց կա։ Այդ խնդիրը դնելու են, որ հավաքենք ամեն համայնքի ըստ համայնքի բնակիչների 3 խնդիրներ են, որ էլ մարդիկ հարց բարձրացնելու բան չունենան, ամեն բնակավայրի համայնքի չէ, ամեն բնակավայրի 3 առաջնային խնդիրը, որ մենք ունենանք, իմանանք էլ որ ձեր ասելու կարիքը լինի, որ ոչ կախված լինի, մենք կգանք չենք գա, բնակիչներով որոշում եք 3 ամենակարևոր ամենաառաջնային խնդիրը։ Գալիս է իմ սեղանին առաջիկա տարիներին այդ 3 խնդիրը լուծում պրծնում ենք, հետո գալիս ենք հաջորդ 3 խնդիրն ենք վերցնում։ Հետո այդ 3 խնդիրը լուծում պրծնում ենք, հետո հաջորդ 3 խնդիրն ենք պրծնում ու տենց միջև այդ խնդիրները պրծնում են։ Որովհետև հիմա տեսեք, ասցին ճանապարհ, ասցին աշխատանք, ասցին ջրամբար, ասցին ֆուտբոլի դաշտ, ասցին այս բայց միջև այդ խնդիրը 3 խնդիրը չլուծենք, 4-րդ, 5-րդ, 6-րդ խնդիրը պետք է չասենք, որ մեզ շունչ քաշելու ժամանակ տակ, որ մենք այդ հարցերով կենտրոնանանք զբաղվենք։ Էս է իմ առաջարկը։ Մենք իմանանք, որ արդիկ խոշորացված համայնքի նոր կյանք բնակավայրի 3 հիմնական խնդիրները հետևյալներն են եւ դա բնակչության կարծիքն է, վարչական ղեկավարի կարծիքն է, համայնքի ղեկավարի կարծիքն է։ Մեր ժողովրդին ինչ եմ ասում։ Ասում եմ ժողովուրդ ջան, տենց խնդիր չի լինելու համայնքին կամ բնակավայրին վերաբերվող, որ դուք բարձրացնեք, մենք էլ ասենք չէ, չենք լուծելու այդ խնդիրը։ Չկա տենց խնդիր։ Բոլոր խնդիրներն էլ պետք է լուծենք։ Հաջորդը եւ ձեզ խնդրում եմ, որ դուք ընկալեք, մենք բոլորս ընկալենք մի բան, որ մենք ինչի հաշվին ենք անում այս գործերը անում են ձեր վճարած հարկերի հաշվին։ Հիմա շատ տեղերում գյուղացիները ասում են, մենք գյուղատնտեսական աշխատանքով ենք զբաղված, մենք օրենքով, նույնիսկ օրենքով մեր գործունեությունը հենց է, որ մենք հարկ վճարելու բան չունենք։ Նախ միշտ հարկ վճարելու կա բանը, անշարժ գույքի հարկը։ Այդ որ այդքան բողոքում են, ասում են անշարժ գույքի հարկը թանկացել է, հիմա գյուղում նոր կյանք հարգելի բնակավայրի բնակիչներից ով այդ հարցը բարձրացնի, իրան խնդրում եմ ոչ մի բանավոր արձագանք պետք չի, պետք է խնդրանքով, խնդրելով հրավիրել, բերել այս շենքի առաջը կանգնացնել։
Այ 2 րոպե նայել, ասել, էս էլ ձեր հարցի պատասխանը։ Բայց կա նաև հաջորդը, որ ես ինչ եմ ասում մարդկանց, ասում եմ, սիրելի նոր կյանքի բնակիչներ, այս մանկապարտեզին նայեք եւ ձեզ խնդրում եմ, հա դուք գործունեությունը ձեր հարկային ավելացված արժեքի հարկ եւ այլն չի ձևավորում, բայց դուք գնում եք ծխախոտ եք առնում, հաց եք առնում, չգիտեմ, շաքար եք առնում, ալյուր եք առնում, շոր եք առնում, կոշիկ եք առնում, այդ որ առնում եք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Այս մանկապարտեզը հիշեք ու ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Սրա մասին է խոսքը։ Եվ ջրամբարի մասին հիշեք, ոչ մի անգամ ՀԴՄ-ի առանց ՀԴՄ-ի դուրս մի եկեք։ Ճամփի մասին հիշեք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի դուրս մի եկեք։ Դպրոցի մասին հիշեք, ոչ մի անգամ առանց ֆուտբոլի դաշտի մասին հիշեք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Այս աշխատանքի մեթոդը։ Թե չէ տենց բան չկա, որ ասեք, ես պիտի սարքվի, ես ասեմ, չէ, չպիտի սարքվի։ Իհարկե պիտի սարքվի։ Իմ ուզածը ինչ է, իմ ուզածը եւ իմ ցանկությունն ինչ է։ Ես չեմ ուզում, որ սենց իրավիճակ լինի, որ դուք այդտեղ եք կանգնած, ես այդտեղ եմ կանգնած, տեն չի։ Մի րոպե, այ մենք իրար հետ, այ սենց կանգնած ենք։ Իրար հետ։ Դու մի գնա, դու մի գնա։ Դու ես մեզ հետ կանգնած, այ սենց կանգնած ենք։ Իրար հետ արինք, կանենք, չանենք, դե ոնց անենք։ Պետք է նախ հավատանք իրար, վստահենք իրար, բայց իմանանք, որ ամեն մեկիցս ինչ որ մի բան կախված է։ Համաձայն եմ, ես վարչապետ եմ, ինձնից շատ բան է կախված։ Դուք քաղաքացի եք, գյուղում ապրող քաղաքացի եք, ձեզնից էլ է կախված, ամեն անհատից քիչ բան է կախված, բայց ձեզ եթե ամեն անհատը ամեն խանութ մտնելիս ես մանկապարտեզն ու ջրամբարը հիշի, այդ ՀԴՄ-ն վերցնի իր հետ, այ կտեսնեք, որ դուք շատ մեծ խնդիր եք լուծում, մեր ձեռներն էլ այնքան ազատում եք, որ մենք կարողանանք ձեր բարձրացած հարցեր լուծել։ Այս ամբողջ նախ ուզում եմ մեր գյուղի բնակչության եւ անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ մանկապարտեզի համար, ոչ միայն մանկապարտեզի համար, ինչպես մեր Կարանշեց ճանապարհները նույնպես ասֆալտապատվեցին, Գյումրի, Փանձիկ, Ռասկամած։ Հետո Գյումրի, Հորոմ, Արցիկ, մեր գյուղով է անցնում էլի, ասֆալտապատված, բարեկարգված, դրա համար նույնպես շնորհակալ ենք։ Ուզում եմ ասել, որ մենք մեր գյուղը բարեխիղճ չհարգատումներից է, մենք ամեն տարի 100% եւ ավելի կատարում ենք մեր հանրային պարտավորությունները, ի նկատի ունենալով հենց մանկապարտեզի շենքը, վաղը ջրամբարը, մյուս օրը մյուս խնդիրը, ուզում եմ ասել, սիրելի բնակիչներ, նաեւ ձեզ, որ մեր տան խնդիրներն է մենք միանգամից չենք կարողանում լուծել։ Երկիրը նույնպես մի մեծ տուն է, մենք էլ այդ տան ընտանիքի անդամներն ենք։ Յուրաքանչյուր հարց ըստ առաջնահերթության հարկ ու պատիվ մեր կառավարությունը պարոն վարչապետին, նաև մեզ յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենք այս ամեն մի գործի համար։ Պետք է գնանք մեր երկրի բարգավաճմանը, զարգացմանը։ Գնացիք, շնորհակալ եմ։ Եսա մտնեմ դուր տեսած Մաջան Երջանցյան տիեզերքի 7 հրաշալիքներ, ես էլ մեր նախարարին կրթության գիտության։ Երեխաներ, բարև ձեզ։ Լավ եք։ Ես ոնց եք մանկապարտեզ գալիս բար։ Երբ ոնց եք մանկապարտեզ գալիս։ Անսանուն եք։ 55 սանուն ենք, պարոն վարչապետ։ Լիցենզիայի հնարավորությունը 55-ն է, 21-ը հերթում է տագրված սպասում է։ Էլեկտրոնային համակարգով հետագրված է։ Բարև ձեզ երեխաներ։ Ոնց եք։ Լավ եք։ Շատ բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչքան եք ստացել մանկապարտեզի համար։ 273 միլիոն։ Պարոն վարչապետ, ուրեմն ես բնակավարի ղեկավարն եմ։ Մենք հանդիպել ենք 24 թվականի հոկտեմբերի 18-ին եւ բարձրացրել ենք մեր գյուղի հիմնախնդիրները։ 26 թվականին դպրոցը միանալու է երազգավորսին։ Դուք խոստացաք, որ մանկապարտեզը կառուցվելու է Գետքում։
Երեք գյուղի մանկապարտեզ Խարիջանյան, Գետ եւ Երազգաղթ։ Հիմա այդ մանկապարտեզը տեղափոխվել է եւ պետք է կառուցվի Խարիջանյանում։ Գետքում չկա ոչ մի մշակութային կենտրոն, կրթական կենտրոն։ Նախատեսել ենք ստեղծենք 4 խմբանի մանկապարտեզ 3 բնակավայրի համար, բարձրային զարգացման հիմնադրամով նախագիծը կար պատվիրված էր տեղակապնորդի տնային կրթության գիտության նախարարության եզրակացության հիման վրա, որ Խարիջանյան բնակավայրի շահառու երեխաներն ավելի շատ է, նախատեսվեց մանկապարտեզը հիմնել Խարիջանյան բնակավայրում եւ համայնքը 1 կիլոմետր եւ համայնքը տրանսպորտ տրամադրի են մնացած 2 բնակ, որովհետեւ 3 հատ չսարքենք, այն 2 բնակավայրից տեղափոխի այդ մի մանկապարտեզը։ Դուք ամբողջ բնակչությամբ իրեք հարցերը գրեք, ուղարկեք, Պարոն վարչապետ, հասկանանք գազն է, ոռոգման ջուրն է, խմելու ջուրն է, մանկապարտեզն է։ Պարոն վարչապետ, իսկ հնարավոր չէ այդ ծրագիրը ոչ մարզպետարանում կա, ոչ գյուղապետարանում։ Գոնե ծրագիր կազմին աջակցություն են այդ։ Աջակցությունը հիմա ասվում է, որ զինվորականներ են, չէ՞։ 27 տարի։ Հիմա ծառայում են։ Երկուսն էլ։ Հիմա դրա համար էլ ատեստավորման ծրագիր են կարել, որ աշխատավարձը մինչև կրկնապատկենք։ Դա աջակցության ծրագիր է, թե աջակցության ծրագիր չի։ Սոցիալական տարբեր ծրագրեր կան, ընտանիքի անդամների առողջապահության ապահովագրության հարց կա, հիմա հիպոթեկային ծրագիր են կանում եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ մենք իրար ճիշտ հասկանանք։ Մարդը սովորական պայմաններում, երբ որ պետությունը պարտավորություն չունի եւ կոնկրետ խմբի, սոցիալական խմբի ներկայացուցիչ չի, ինքը ո՞նց է տուն ունենում, ո՞նց է տուն ունենում։ Ձեր մեկն է աշխատում է, ներողություն, աշխատում է, ստեղծում է, տուն է ունենում, ո՞նց են տուն ունենում, տենց են տուն ունենում, ժողովուրդ ջան։ Հիպոթեք են վերցնում, մի քիչ աշխատում են, փակում են, ելի եմ ասում, եթե պետությունը չունի պարտավորություն, եթե հատուկ սոցիալական խմբերի անդամներ չեն, եթե հատուկ ինչ-որ դեպք չի, որը կառավարությունը հիմա այո, սահմանամերձ գյուղերում, որտեղ մենք խնդիր ունենք, մենք աջակցում ենք այդ 16 միլիոնի ծրագրերը ըստ ամենայնի կշարունակենք, բայց դա ուրիշ կատեգորիայի գյուղերի մասին է։ Մնացած մասով եկեք մտածենք, ինչ անենք, որ ձեզ օգնենք, որ ձեր եկամուտները ավելանան։ Բարով օգտագործեք մանկապարտեզը, ժողովուրդ ջան։ Մնացեք գնացեք բաճարով ինձ ցույց տվեք։ Բայանդուր երեխեք ես ինչ կազմակերպված են, սեն շատ, կարկապա, երթով, շատ ապրեք, շատ, համեստ, վերցրիկ բոլորդ երեխեք, այ շատ ապրեք, երեխեք ջան, շատ ապրեք, Բարև ձեզ երեխաներ, ո՞նց եք, ոյ, ետո որ կեզ նեղացրել, որ կակատան չեզ լացեք, խոստանում եք, դարի պայմանավորենք, որ չեզ լացեք, էլ չեզ լացի, չէ, որ հլտես իչքան կակա են բերի կեզ համար, բալացելու բանաս, այդ բոլորը քեզ եմ տալու, եթե խոստանում ես, որ չես լացելու, դե նստի, ես քեզ, շիծետը, չու, ես քեզ, մանկապարտեզում լացում են, դա կարակը մանկապարտեզ գալիս են, որ երկեն, պարեն, ուրախանա, արտասանեն, Բարև ձեզ երեխաներ, լավ է, ինչ եք անում, դաս եք անում,
Ինչ է բա։ Շատ շատ։ Լավն է ձեր նոր մանկապարտեզը։ Ում ա դուր եկել նոր մանկապարտեզը։ Ձեր ինկերացել եք բոլորով արդեն։ Բանկերների հետ շատ լավ չի ժամանակ անցկացնել։ Լավ է։ Հետո կգնաս տանը, հետո էլի ընկերների հետ, հետո տանը, հետո ընկերների հետ, հետո իրար հյուր կգնալ, չէ՞։ Մանկապարտեզում լավ է։ Դե տեսնի դա էս խաղերով խաղում եք։ Բա իրար հետ որ տանը լիս էս խաղերը մենակ խաղան հետաքրքիր չի, չէ՞։ Պետք է ընկերների հետ մի քանի հոգով խաղալ, որ հետաքրքիր լինի։ Կձանձրան նստանը, իսկ ստեղ ընկերների հետ քանքիչ է խաղաս, ինչ բան ուզես։ Լավ եք ձեր դուր նալիսա ձեր դուր նոր մանկապարտեզ։ Ինչքան շատ ադուր գալիս, դրա չուս կրեք։ Ինչքան։ Էքան քեզ էքան։ Ինչքան։ Շնորհավորում եմ ձեզ։ Ճանապարհն է սուբվենցիայով նախորդ տարի հավաքել։ Այս բազմաֆունկցիոնալ եւ ցուցանափողի եւ հավասարացան եւ չերծան առումով արդյունքան գործողությունների ազգային։ Աղոթես։ Աղոթես։ Արժե։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի է։ Այսօր դուք դաս չեք բա։ Դա վերջի զանգը եղել է, հա։ Արցանքորդ եք։ Սա կարգավիճակը համայնքի ներսի փողոց է, թե միջ բնակավար։ Չէ, համայնքի ներսի փողոց է, այստեղ փողոց։ Իսկ այն որ քանդած է դա էլ այս տարի է։ Կլինի այս։ Այս տարի ծրագրի մեջ է, որովհետեւ շրջանցեք, էլի ասֆալտով ունենամ։ Նկատի ունեմ մրցույթ եղել է բան, թե նոր պետք է ֆինանսավորել։ Նոր չէ, պարոն Պարտը մրցույթ հայտարարել։ Շատ ուրիշ մրցույթ։ Պարոն վարչապետ, ես գյուղատնտեսական տեխնիկան, եթե մեզանից այդտեղ մարդ չի լինում, մտնում ես ճանապարհի վրա։ Այս կողքը առանցին սարքել ենք այդ տեխնիկաների համար, բայց հնար չկա, այս կողությունը մեկ աշխատատարեց, մի պատ ատարեց, նորից Մարդիկ պետք է հասկանան, չէ՞ որ իրաց չէ, հոմերը չի։ Հոմերը չի, որ տրակտորները մտնում։ Ձեր ճանապարհն է, որ տրակտորը մտնում է։ Ասեք, այ հոպարջան։ Բանդեղ ճամփ են կողքը տրակտորի համար սարքել են, ինչ եք ասֆալտը։ Հա? Ասել ես։ Բայց հարգալից չէ, ինձ շատ հարգալից, հարգանքով, խնդրելով, որ ճիշտ լինի։ Շնորհակալ եմ ինձ էլ կազեր հավապրս։ Մի հատ եմ կարգի տակայանել որ ես 4 քեղին եղի։ Օգնում եմ, մեր բերքի սավ կարգի տանը Փաշինյանն է ամեն տարի։ Քեղի անունից ամեն տարի տարին է 3-4 անգամ։ Երբ պատրաստ կլինի։ Պարոն վարչապետ, առաջին փուլը ավանդական փուլն են, այստեղ այս 4 բնակավայրի հասարակություն։ Իսկ ներքին ցանցը արդեն մրցույթը հայտարարված է։ Մենք գազը տանում ենք մինչև ինչքան նկատի ունեմ մարդկանց համար ինչքան ծախսանում տակը որ անեն
Պարոն վարչապետ, նայած հեռավորությունը 100-ից 150,000 դրամ, եթե վկայական բան ունենում են բնակարան 100-ից 150,000 դրամ, մոտ 14 կիլոմետր ներքին ցանց է, գործույց Կարնոտ, Հովիտ, Մուսայելյան Ջրառատ։ Աստեղ ժողովուրդ ինչով են տակասնում գազը։ Էլեկտրականության կամ բանտով ինչով աթարություն։ Այսինքն երբ գազը տուն կմտնի, Գազը մենք մեր աշխատանքները կավարտենք տարեվերջին, կմնա տեղ Գազպրոմը ընդունի ցանցը ու սկսեն մատակարարել։ Դե ձմեռը կհասցնենք։ Մենք կհասցնենք, կմնա իրանց հետ միացնելու հարցը, որտեղ ասել որ գոնե հարցնենք։ Գյուղական Գերուցկան սեզոնի բնակավայրում հիմնականում փաստաթղթերի խնդիր են։ Դրանից սեփականաշնորհման վկայականներ չունի։ Այսինքն պետք է Առաջին փաստաթղթը սեփականության։ Դե բայց հիմիկվայց մարդկանց ասենք որ զբաղվեն, թե չէ հեսա կգա ժամանակը դե բոլոր տեղյակ։ Իսկ ինչի է հետա կապված պրոբլեմը։ Այդ տարիներով պետք չի եկել, սարքել են սովետական միության տարիներից ու չեն էլ հետաքրքրվել։ Այս գյուղում մանկապարտեզ է։ Ունենք, դուք եկել եք անցած։ Երկու անգամ։ Հա, մի հատ շինարարական փուլում, մի հատ ավարտացի։ Պարոն վարչապետ, այս գազատարը 4 գյուղի համար 1000-ից ավելի տնտեսություն է, 4350 մարդու, որ գազ չեն ունեցել գազից։ Ես ճանապարհը ասել։ Ժորժ ջան, հերթով կսարքենք։ Այդ 3 բաների, այդ 3 հարցերի կոմբինացիան պետք է այդ մեզ էլ լավ կօգնի։ Ճիշտն ասած, որ sense դեպքերում են, որ գալիս ենք, բարաթը կհանենք, ասենք Ժորժ ջան, էսեք ասե, այս հարցերով զբաղվում ենք, այն մնացած հարցեր, սրանք լուծենք եւ մնացածը։ Ուղղակի տարեկան ոնց որ մի 60-70 միլիոն ծախսում ենք այդ բարեկարգ վիճակի բերելու համար, ձյունը գալիս է մյուս տարի նորից այդ 60-70-ը ընդունենք որ չենք ծախսել։ Նորից ինչքան ասֆալտ։ Այդ որ եկա չէ, 30 տարվա ասֆալտ է։ Դե Ժորժ ջան, հերթով կսարքենք։ Չեք կարող։ Կոմունիկացիաները վերջացնենք։ Շնորհակալ եկել եք շատ ուրախ ենք եւ շատ շնորհակալ ենք Ադուսի գեղեցիկ դպրոց ունենալու։ 3 դպրոց է կառուցվում է, շատ շնորհակալություն։ 3 դպրոցա կառուցվում։ 3 դպրոցը նա կառուցվում է։ Մեկը սա ավարտած է, սա 4-րդն է։ 3-ը ընթացքի մեջ է։ Այս կտորը շատ սիրում եմ։ Պես sense պարզ բան է, բայց ոնց որ ասենք, այս 700-800 միլիոն ծախսում ենք, բայց մի հատ sense բան է, ոնց որ գինը ավելացնում է, էլի շատ սիրում։ Եկի առաջարը 10 մտածեցինք, ասենք անենք, ստացվեց։ Շատ լավ։ Իսկ քանի աշակերտ ունեք։ 54։ Սեղանի տենիսով հեծանիվները տեղում են։ Բայց այդ ցանցը կարի է որ չջարդի լույսը հասկաց։ Շաղախը կռում են ու տոփանում են, ինքը արդեն ամրանում է ու ռեզինի նման 10 փափուկ բան ունի, որ Այն որ սիրուն է, այն որ բայց ինչքան կդիմանա, այդ արդեն դուք պետք է ասեք։ Դուք պետք է ասեք։ Վատը չի, բան խաչացան։ Այսինքն բայց այս նախագիծից դուր է գալիս, ինչ տպավորություն շենքից։ Հարմար է ինքը թե։ Հարմար է, սպային դասարան, քանի որ դասարանը քանակը քիչ է, անհատավորապես այստեղ նույնպես դասարան է, դասարանը մեր, այստեղ են դասանում։ Այդ մի դասարանային կախվածության այդ տրամաբանությունն էլ է պետք հաղթահարել։ Իրական բան վարչապետ, հնարավոր կրթահամալիրների նախագծերը, պետքիրը այդպես չունեն։ 12 հատ դասասենյակ։ Սրանք են նախագծեր որոնցով 20 հատ։ Ես երեխեքն եմ քաշել։ Կրթական պրոցեսներ են, սենց շարժման պրոցես է, իպետն շատ դասարանի կապված են, ամբողջում դասարան մի քիչ որ մտածեք, նկատվում պետք չէ ամեն դասարանը կոնկրետ սեգմենտներ։ Ամբողջ ես հսկայական տարածք երեխեք են, վերև, ներքև, քիչ ճկունն է, որ դասարան չկան այսքան շենք սարքելուց հետո, այդ մի քիչ պետք է քիչ ավելի ճկուն է։
Պետք է ասենք, որ ակտիվ օգտագործեն այս ամեն ինչ, պետք չի, ասինքն պետք է խնամ հող օգտագործել, բայց պետք չի ափսոսել, երեխեքից պետք չի ափսոսել, բայց խնամ հող կախված է, դիքին են լեսանը, կախված է, պասը չի որ, բայց լավ է, Պետք է երեխեքի մեջ էսի ամեն ինչ ամեն կարևոր իմաստն է, որ երեխեքի մեջ սովորում հավես արարում հավես Հարգելի պարոն փոխվարչապետ, հարգելի նախարարներ, Քաղաքաշինության կոմիտեի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, համայնքի հարգելի ղեկավար, պարոն մարզպետ, դպրոցի հարգելի տնօրեն, հարգելի ուսուցիչներ, հարգելի աշակերտներ, ուրախ եմ բոլորիդ այսօր տեսնելու համար եւ ուրախ եմ տեսնելու, որ դպրոցի կառուցումը ավարտվել է, որովհետեւ մենք ես մի անգամ 2 տարի առաջ, թե 2 տարի առաջ այցելել էինք եւ այն ժամանակ իմացանք, որ գյուղում դպրոց երբեք չի եղել եւ գյուղում դպրոցը ահա փաստ է, բայց մյուս կողմից մեր այցելությունները ցույց են տալիս, որ դպրոցի կառուցումը միայն շենքի կառուցումը չի։ Եվ ավելին ասեմ, դպրոցը երեխաների միայն սովորելու տեղ չի։ Դպրոցը ինձ համար էլ է սովորելու տեղ, որովհետև նախ այս այցելությունները մեզ գիտելիք են տալիս մեր երկրի մասին, տարբեր բնակավայրերի, տարբեր իրադրությունների, բնակավայրերում առկա խնդիրների, բայց նաև պրոցեսների եւ զարգացման մասին են պատկերացում տալիս, որովհետև մի ժամանակ էր, երբ մենք մտածում էինք, սրա մասին շատ եմ խոսել, որ ահա կլինի, եթե մեզ հաջողվի գտնել ֆինանսավորում, մենք կլուծենք խնդիրը։ Հետո պարզվեց, որ դա ամբողջ խնդիրը չէ։ Պետք է նաև
ունենալ պատշաճ նախագիծ, պետք է ունենալ այդ նախագիծը պատշաճ իրականացնող եւ դա լավ էր, որ իմիջայլոց 2018 թե 19 թվականին այցելեցինք մի նորակառույց դպրոց, երկու նորակառույց դպրոց իրականում եւ այնտեղ արձանագրեցինք այն դիսոնանսը, որ կա նոր դպրոցի եւ հին գույքի միջեւ եւ հասկացանք, որ չի կարելի այդպես։ Նոր դպրոցի համար նոր գույք է պետք, ինչպես կտարակարանում ասում է, նոր գինին նոր տիկերում, որովհետեւ հին գինին հին տիկերում, նոր գինին նոր տիկերում, բայց հետո ուրիշ խնդրի առաջ կանգնեցինք, երբ որ տեսանք, որ գույքը կա եւ խնդիրը նաեւ այդ գույքը պահարաններից տեղափոխել դասարաններ։ Հետո խնդիրը այդ դասարաններում երեխաներին հաղորդակցել այդ գույքի հետ, այդ գիտելիքի հետ։ Հետո խնդիր ընդհանրապես մեր կարծեմ 2000 մինչև 30 թվականի կրթության ռազմավարության քննարկման ժամանակ էր, որ մենք եկանք քննարկելով եկանք հասանք մեր մի հարցի, ասենք, բայց լավ, մենք մեր երեխեքին ինչ ուղերձ ենք տալիս։ Այդ տեսեք, որ մենք ասում ենք երեխեք, լավ սովորեք, բայց մենք պետք է նաև ճիշտ ճշգրիտ ձևակերպենք, թե ինչի համար ենք ուզում մեր երեխեքը լավ սովորեն։ Եվ այդտեղ ենք մենք եկել փնտրելով գտել ենք այն ձևակերպանը, որ մենք պետք է լավ սովորելու հետ կապված այս ուղերձը տանք երեխեք, որ լավ սովորեք, որ լավ ապրեք, որովհետև հենց լավ սովորելու արձագանքը պետք է լինի դա, որ դուք լավ ապրեք, որպես անհատներ, որպես համայնք, որպես մարզ, որպես պետություն, որպես հասարակություն, եւ սովորելու ի վերջո նպատակը լավ ապրելն է։ Այլ բան նա է, որ էդ էլ է հարց, իսկ ինչ նշանակում լավ ապրել։ Ամեն հանրություն, ամեն համայնք, ամեն անհատ պետք է նաեւ ի վիճակի լինի ձևակերպել ինքը իր համար, իսկ ինչ նշանակում լավ ապրել, որովհետեւ այդտեղ էլ մենք չենք կարող բոլորին դնել շրջանակի մեջ ասել, որ լավ ապրել նշանակում ասա, մենք կարող ենք առաջարկել, կառավարությունը առաջնորդող դեր ունի եւ կարող է որպես առաջնորդող մարմին եւ վարչապետը առաջարկել, բայց ի վերջո ամեն մարդ պետք է կարողանա ի վիճակի լինել ինքը իր համար ձևակերպել, ինչ նշանակում լավ ապրել եւ ի վիճակի լինի այդ ձևակերպումը անել եւ իր աշխատանքի միջոցով հասնել այդ իր ձևակերպված լավ ապրելուն, իսկ սրա համար մի տարբերակ կա։ Կրթությունը, մասնագիտական կարողությունների լավարկումը եւ կրթությունը դերևս այն միակ բանաձևն է, որը մեծ հնարավորություն կտա գտնել բոլոր այն հարցերի պատասխանները, որ կյանքը մեր առաջ կարող է դնել։ Հենց այստեղ է ամբողջ խնդիրը։ Եթե մենք իմանայինք, թե կյանքը մեր առաջ ինչ խնդիր է դնելու կոնկրետ, ինչ իրադրությունների մեջ է դնելու, այդ գծագրված մեր առաջ մենք կնայենք, կասենք, լավ, այս առարկան մեզ պետք չի, որովհետև կյանքում մեզ պետք չի գալու, որովհետև մեզ այս հարցերի պատասխանն է պետք գալու, եկեք գնանք այդ հարցերի պատասխանը սովորենք։ Բայց խնդիրը հենց այդպես է, մարդը պետք է ֆիզիկապես պատրաստ լինի, մարդը պետք է հոգեպես պատրաստ լինի, հոգեբանորեն պատրաստ լինի, ինտելեկտուալ առումով պատրաստ լինի, գիտելիքի գրագիտության առումով պատրաստ լինի, ինչին կյանքի հարցերին պատասխանելուն, կյանքի հարցերին արձագանքելուն, այնպես, որ դա հանգեցնի լավ ապրելուն։ Եվ հետևաբար, սիրելի երեխաներ, ես ուզում եմ դուք իմանաք ինչի համար ենք այս դպրոցը կառուցել, որ նախ այսօրվանից լավ ապրեք, լավ միջավայրում ապրեք, որովհետև դպրոցը ձեր տունն է, մենակ ձեր տունը չի, չէ ձեր տունը։ Դպրոցը նաև ձեր բոլորի տունն է, քանի դեռ դուք այստեղ սովորում եք, սա ձեր տունն է։ Ընդ որում դուք այստեղ ունեք պայմաններ, դուք այստեղ ունեք կարող եք դասասենյակներում սովորել, գրադարան, համակարգիչ, բեմ ունեք, որտեղ կարող եք ստեղծագործել, մարզասրահ ունեք, որտեղ կարող եք սպորտով զբաղվել, բացօթյա մարզադաշտ ունեք, որը դեռ լրիվ պատրաստ չի, կպատրաստեն, կարող եք ֆուտբոլ խաղալ։ Ի վերջո ունեք տարածքներ, որ կարող եք դուք խնամել, դասնել ինչպեսին դուք կուզենայիք տեսնել այդ տարածքները, որպեսզի լավ զգաք այդտեղ, զգաք, որ լավ եք ապրում, զգաք, որ ձեր աշխատանքի եւ ձեր գիտելիքի արդյունքը ստանում եք։ Եվ հետեւաբար մենք ուզում ենք, որ դուք լավ ապրեք, եւ մենք ուզում ենք, որ դուք լավ սովորեք, որ լավ ապրեք, բայց մենք ուզում ենք, որ դպրոցում սովորեք լավ ապրել։ Դպրոցից արդեն սկսեք լավ ապրել եւ դպրոցը ձեզ համար լինի լավ ապրելու միջավայր։ Սա է ամենակարևոր խնդիրը, որը ելի եմ ասում, ինքը կարող է պարզ ձևակերպում թվա, բայց բարդ հարց է
եւ մեզ բոլորիս պետք է անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, իմացություն այդ հարցերին պատասխանելու համար։ Եվ այս դպրոցները մենք կառուցում ենք հենց այդ նպատակի համար, որ դուք կարողանաք ձևակերպել հարցեր, դժվար հարցեր, բարդ հարցեր, անսպասելի հարցեր, բայց նաև կարողանաք գտնել, ձևակերպել, մատուցել եւ մարսել այդ հարցերի պատասխանները եւ այդ պատասխանները դարձնել կյանքի կոնկրետ հմտություն, առարկայական հմտություն։ Շնորհավորում եմ բոլորիս, իհարկե սովորաբար ասում ենք շնորհավորում ենք Արեգնադեմի բնակիչներին եւ հարակից գյուղերի բնակիչներին, բայց ես կարծում եմ, որ ինչքան շնորհավորելու առիթ ունենք ձեզ, այնքան էլ շնորհավորելու առիթ ունենք Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ Հայաստանում եւս մեկով պակասեց այն բնակավայրերի թիվը, որտեղ դպրոց չկա։ Եվ ես հույս ունեմ, որ մենք ավելի ու ավելի մեծ տեմպերով կգնանք այս թիվը նվազեցնելու ճանապարհով։ Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնեմ, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը եւ ուզում եմ հաջողություն մաղթել։ Ես ուզում եմ, որ մեր սիրելի ուսուցիչները, մեր սիրելի աշակերտները ամեն օր գան այստեղ բարձր տրամադրությամբ եւ այստեղից դուրս գան բավարարվածության եւ առաքելությունը իրականացրած այդ լիաթոք զգացողությամբ եւ դա է այն ճանապարհը, որը կարծում եմ նաեւ մեզ բոլորիս կոշտի այդ հանրային համակեցության, բարեկեցության, երջանկության եւ հաջողության զգացումը, որովհետեւ տեսեք դպրոցը բարեկարգ է, բայց գյուղում տեսեք ինչքան խնդրեմ կա։ Մեր գիտելիքների ձեռքբերման գործընթացում են լուծվելու նաեւ հարակից տարածքների խնդիրները, որտեղ բարեկարգ չբարեկարգվի, որտեղ բելի չմշակվի, որտեղ հաց չկա, հաց լինի, որտեղ այգի չկա, այգի լինի, որտեղ հաջողություն չկա, հաջողություն լինի, որտեղ ուրախություն չկա, ուրախություն լինի։ Շնորհակալ եմ բոլորին։ Լավ առիթներ ունեն, լավ լուրեր ունեն։ Ես ծրագրի համաձայն գյուղում մասնակցել գյուղի տեղափոխումից ըստ իրենց կարգավորման փուլում է մենք ունենք Շնորհակալություն։